Գավառի համայնքապետարանը 2024 թվականի բյուջեից հատկացումներ է կատարել Սարուխանի նախադպրոցական եւ արտադպրոցական հաստատություններին առկա խնդիրները լուծելու եւ աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու համար։ Համայնքի խոշորացումից հետո համայնքի ղեկավար պարոն Գուրգեն Մարտիրոսյանի հանձնարարությամբ մենք իրականացնում ենք շատ հետաքրքիր եւ կարելի ասել կարևոր մի մոդել, խոսքը եւ ընթացիկ եւ կապիտալ դրամաշնորհների հատկացումներն է մեր բոլոր կրթամշակութային հաստատություններին եւ դրամաշնորհների ընթացքում մենք փորձում ենք լուծել տվյալ հաստատության համայնքային ոչ առևտրային կազմակերպության այդ ժամանակահատվածի ամենակենսական, ամենախիստ անհրաժեշտ միջոցների հատկացումը։ Սարուխանի թիվ 2 մանկապարտեզին կապիտալ դրամաշնորհով տրամադրվել է 1.400.000 դրամ, որով ձեռք է բերվել դյուրակիր համակարգիչ, գորգ, փոշեկուլ, արթուք, 2 զգեստապահարան, սեղան եւ դաշնամուր իր աթոռով։ Թվարկված ապրանքները անհրաժեշտ էին մանկապարտեզին առօրյա գործունեության համար։ 2024 թվականի Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ հողակին տրամադրված կապիտալ դրամաշնորհով ձեռք է բերվել անհրաժեշտ գույք եւ տեխնիկա, որի համար մանկապարտեզի տնօրինությունը եւ աշխատակազմը իր գոհունակությունն է հայտնում Գավառի համայնքապետ պարոն Գուրգեն Մարտիրոսյանին իր ցուցաբերած ուշադրության համար։ Սարուխանի արվեստի դպրոցն էլ 700.000 կապիտալ դրամաշնորհով ձեռք է բերել 2 էլեկտրադինամիկական բարձրախոս դինամիկ։ Դրանց միջոցով առավել արդյունավետ են իրականացվում դպրոցում կազմակերպված միջոցառումները եւ պարարվեստի բաժնի պարապմունքները։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Եղամաօր։